Այնքան էլ հաճելի չէ իհարկե ԿՊ-ական պատգամավորներից մեջբերումներ անել, բայց փաստը հետաքրքիր էր ուղղակի։ Մի պատգամավոր կա Արթուր Հովհաննիսյան անունով, ես ուզում եմ հենց իր խոսքից մեկ մեջբերում անել։ Թալանի վերադարձը, կոռուպցիայի դեմ պայքարը մեր քաղաքական հանձնառությունն է, մեր ինքնությունը, որ որքան էլ լինեն խոչընդոտները, մենք հասնելու ենք արդարության, արդարադատության, որի համար սկսել ենք պայքարը, որի համար եկել ենք իշխանության։ Հիմա բնականաբար ցանկացած մեկիս մոտ հարց է առաջանում. 7 տարի դուք իշխանության ղեկին եք։ Ինչ է կարել, որ մեր երկրում վերանա թալանը եւ մեր երկրում վերանա կոռուպցիան։ Դուք համակարծիք եք Նիկոլ Փաշինյանի հետ, որ կոռուպցիա չկա մեր երկրում։ Տեսեք, կոռուպցիան դա բոլոր ժամանակներում, թե քաղաքական, թե տնտեսական, թե հասարակության տարբեր շերտերում, բոլոր ժամանակներում, որքան որ մարդկությունը կա, եղել է։ Խնդիրը նրա մասշտաբների եւ պատժելիության չափի մասին է։ Այն որ Նիկոլ Փաշինյանը 18 թվականին եկավ հետեւյալ լոզունգներով, որ գալու եմ կոռուպցիան արմատախիլ եմ անելու, բանկերում կուտակված վարկերը մարելու եմ, հարկադիրում կուտակված, ասենք, չվճարված ակտերը մարելու եմ եւ այլն եւ այլն եւ այլն, բազմապիսի խոստումներով։ Արցախը հայկական է, Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այդ ամենը, որ այսպես 7 տարվա մեջ վերլուծենք, վստահեցնում եմ ձեզ, դա քաղաքական կոռուպցիայի տիպիկ բնորոշում է։ Պարզ օրինակ բերեմ։ 2018 թվականի օգոստոսի 5-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակում, եթե օրը չեմ սխալվում, 100 օրվա կառավարման այդ որ նոր վարչապետ է, հայտարարեց երկու բան։ Մարտի 1-ի գործը 100%-ով բացահայտված է եւ կոռուպցիան 100%-ով արմատախիլ է արած։ Հարց. 7 տարի է մարտի 1-ի գործով կա դատական վճիռ ուժի մեջ մտած։ Ոչ, սա քաղաքական կոռուպցիայի բնորոշում է։ Եթե կա մարտի 1-ի գործով, որը տասնամյակներով թմկահարվում էր եւ դա էլ այն գործողներից մեկն է, որ այսօրվա վարչապետը իշխանության է, եկեք չմոռանանք, որ կա մեկ իրավական վճիռ, որը Նիկոլ Փաշինյանին ճանաչել է մեղավոր մարտի 1-ի դեպքերով եւ նա դատապարտվել էր։ Եվ ինչ-ինչ գործողներից ելնելով դուրս է գալիս, համաներման տակ ընկնելով երևի կամ ներողություն հայտելով կամ ներող հայտելով օրվա ղեկավար Սերժ Սարգսյանից եւ քաղաքական գործունեությամբ է զբաղվում։ Ինչ վերաբերում է այն մեկ այլ հայտարարությանը, որ կոռուպցիան 100%-ով արմատախիլ է արված։ Նման հասկացություն երբեք որևիցե մի երկրում, որևիցե մի հասարակության մեջ չի կարող լինի, դա աբսուրդ է։ Խնդիրը կոռուպցիայի քաղաքական եւ տնտեսական եւ նրա մասշտաբների մասին է։